Եվ այսպես արդյոք կա թուրքական կամ թյուրքական հետք Իրանում տեղի ունեցած պայթունում։ Հարգելի հեռուստադիտողներ, հյուսիս-հարավ նախագիծը նորանկախ Հայաստանի պատմության երևի ամենակոռումպացված նախագծերից մեկն է, նախագիծ, որը քաղաքական եւ այլ առումներով ռմբակոծվել է դեռևս մինչև 2018 թվականը, հիշեք ինչքան կոռուպցիոն դեպքեր կան հյուսիս-հարավ նախագծից, առնվազն տպավորություն է ստեղծվում, որ սաբոտաժի է ենթարկվել այդ նախագիծը եւ հիմա պետք է արձանագրենք հետեւյալը, որ այս պահի դրությամբ էլ այդ նախագծի դեմ շատ հստակ քայլեր են իրականացվում, եկեք այդ նախագծի մասին խոսենք, այդ նախագծի դեմ իրականացվող քայլերի մասին խոսենք։ Ինչպես հայտնի է, Իրանի Իսլամական Հանրապետության Բանդերաբաս նավահանգստում տեղի է ունեցել պայթուն։ Ըստ պաշտոնական վարկածի անփույթության պատճառով, տեխնիկական խնդիրների պատճառով է տեղի ունեցել պայթունը, որը, ինչպես արդեն նշեցի, հանգեցրել է ավելի քան 70 մարդ զոհվել է, ավելի քան 1200 մարդ տուժել այդ պայթունի արդյունքում, բայց արձանագրենք նաև հետևյալը, որ գոնե այս պահի դրությամբ Բանդերաբասի այդ նավահանգիստը փաստացի չի գործում, փակված է, բայց սա չափազանց կարևոր հանգույցային կետ է հյուսիս-հարավ նախագծի շրջանակներում։ Հիշեցնենք, հյուսիս-հարավը մի նախագիծ է, որը հնարավորություն է տալու Ռուսաստանին կապվել Հնդկաստանի հետ, շրջանցելով Չինաստանը, շրջանցելով նաև եվրոպական երկրները, քանիցս այս նախագծին անդրադարձել է նաև Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը ամենաբարձր մակարդակով եւ մի շարք բեռներ, օրինակ, որոնք պետք է Սանկտ Պետերբուրգից դուրս գային, իրենք հենց Բանդերաբաս նավահանգստից պետք է արդեն ուղևորվեին Հնդկաստան, բայց տեղի ունեցավ այնինչ տեղի ունեցավ եւ այս պահի դրությամբ առնվազն տեղեկություն չկա, թե երբ կվերականգնվի նավահանգիստը ֆինանսական առումով, ինչ ներդրումներ են անհրաժեշտ նավահանգստի աշխատանքները վերականգնելու համար, տարեկան մի քանի միլիարդ տոննա բեռ է այդ նավահանգստով անցնում։ Տրամաբանությունը հուշում է, որ սա իսկապես չափազանց մեծ խնդիր է լինելու թե Իրանի Իսլամական Հանրապետության համար, թե Հնդկաստանի համար եւ թե Ռուսաստանի Դաշնության համար։ Եկեք նաեւ ընդգծենք հետեւյալը, հարգելի հեռուստադիտողներ, Հայաստանում իհարկե շատ խոսեցին հենց Բանդերաբասում տեղի ունեցած պայթունի մասին, բայց ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերվանից սկսած Պակիստանի եւ Հնդկաստանի սահմանին տեղի են ունենում զինված բախումներ։ Եթերից առաջ, երբ որ լրահոսին էի ծանոթանում, նաև տեսա Պակիստանի պաշտպանության նախարարի հայտարարությունը, ով ասաց, որ մոտակա 2 կամ 4 օրվա ընթացքում Պակիստանի եւ Հնդկաստանի միջև կարող են պատերազմական գործողություններ տեղի ունենալ։ Կրկին ասենք, տեսեք, կա հյուսիս-հարավ նախագիծ, հյուսիս-հարավ նախագծի կարևորագույն հանգույցային կետերից մեկը Բանդերաբասի այդ նավահանգիստն է, մյուս կարևոր հանգույցային կետը փաստացի Հնդկաստանն է եւ այս երկու կետերում միաժամանակ տեղի ունենալու գործընթացներ, որոնք կարող են ազդել ընդհանրապես հյուսիս-հարավի նախագծի իրականացման հեռանկարների վրա։ Արձանագրենք նաեւ հետեւյալը, նույնիսկ ադրբեջանական մամուլում արդեն կան հրապարակումներ այն մասին, որ Թուրքիայից Պակիստանը տեղափոխվել ավելի քան 5 օդանավ, զենք եւ զինամթերք։ Այսինքն մենք տեսնում ենք, որ թուրքական հետք կա նաեւ այս իրադարձություններում։ Ավելին ասենք, հարգելի հեռուստադիտողներ, եկեք չմոռանանք, թե երբ եւս մեկ կարևոր հարված հասցվեց, այդ թվում նաեւ հյուսիս-հարավ նախագծին։ Անցյալ տարի մայիսի 19-ին Իրանի Իսլամական Հանրապետության արդեն նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսին այցելեց Ադրբեջան։ Հիշում եք սահմանային այդ հայտնի հանդիպումը Ալիևի եւ Ռայիսի միջև եւ Ետ վերադառնալիս Իրանի Իսլամական Հանրապետություն Ռայիսի օդանավը կործանվեց։ Շատ հարցեր կային նրա վերաբերյալ, թե ինչու այդպես տեղի ունեցավ, արդյոք այնտեղ կար թուրքական հետ, արդյոք այնտեղ կար ադրբեջանական հետ, բայց երբ որ մենք 1 տարի անց տեսնում ենք, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում հյուսիս-հարավ այս նախագծի շրջանակներում, մենք կարող ենք առնվազն հիմնավոր կասկած ունենալ, որ այդ նախագծի դեմ գործընթացներ եղել են, կան եւ դեռ շարունակելու են տեղի ունենալ։ Ինչը վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, ապա քանի դեռ Նիկոլ Փաշինյանը Էստոնիայում էր, քանի նա ծաղիկներ էր խոնարհում կոմունիստական
ռեժիմի զոհերի հիշատակին արձանագրենք նաև հետևյալը նույնիսկ էստոնացի լրագրողներն էին, հա, զարմացած ինչպես ես դու այս տեսակ քաղաքականություն վարում, հայտարարում, որ Եվրոմիության անդամ ես դառնում, բայց միաժամանակ նաև մայիսի 9-ին պատրաստվում ես գնալ Մոսկվա, բայց ինչևէ հիմա ունենք այնինչ ունենք եւ քանի դեռ Նիկոլ Փաշինյանը Էստոնիայում այդ արկածներն էր վերապրում, պետք է արձանագրենք հետևյալը, որ Հայաստանի Հանրապետությունն էլ իր մասով փաստացի կորցնում է այն եզակի եւ փոքր հնարավորություններից մեկը իսկապես մաս կազմելու տարածաշրջանային կոմունիկացիոն նախագծերի, որովհետեւ եթե արագ եւ էֆեկտիվ կերպով հնարավոր չլինի վերականգնել իրանական այս նավահանգիստը, ապա կա շատ մեծ վտանգ, որ հյուսիս-հարավ նախագծի իրականացումը եւս անորոշ ժամանակով կհետաձգվի, դա իր հերթին նշանակելու է հետեւյալը, որ միակ նախագիծը կոմունիկացիոն, որին Հայաստանը կարող է մաս կազմել, դա այն է, որ Սյունիքով անժամկետ եւ անվարձահատույց ճանապարհ տրամադրվի Ադրբեջանին եւ Թուրքիային Միջանցք, որի մասին Նիկոլ Փաշինյանը իհարկե խուսափում է այս ձևակերպումից, բայց Ադրբեջանը եւ Թուրքիան շատ ավելի անկեղծ են, իրենք միջոց շատ ավելի անկեղծ են նաեւ համանրական փոփոխությունների վերաբերյալ, երբ որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ասում են, որ ոչ մի անդրադարձ չի լինելու անկախության հռչակագրին, նոր համանadությունը չենք ընդունելու, լինելու են պարզապես համանրական փոփոխություն, բայց Թուրքիան եւ Ադրբեջանը ավելի շուտ ասել էին, որ լինելու է նոր համանadrություն եւ առանց հղման անկախության հռչակագրին, հիմա հենց դա էլ տեղի ունեցավ։ Դրա համար երբ որ Փաշինյանը խուսափում է այդ ձևակերպումից Միջանցք, բայց մենք լսում ենք թե ինչ են ասում Ադրբեջանը եւ Թուրքիան, մենք պետք է հասկանանք թե ինչ է մեզ այսպես ասած սպասում։ Եվ ամփոփելով նշենք հետեւյալը, քանիցս մեր տաղավարում այս ձևակերպումը օգտագործել ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունները իրենց իսկ կողմից վարած քաղաքականության արդյունքում բերել են մեզ մի իրավիճակի, երբ որ Նիկոլ Փաշինյանի հայտարարած խաղաղության խաչմերուկը վերածվելու է փաշինյանական տուպիկի։ Միակ իրատեսական միջազգային կոմունիկացիոն ծրագիրը, որի մաս մենք կարող ենք կազմել պահպանելով մեր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, դա հյուսիս-հարավ նախագիծն է, նախագիծ, որի տրամաբանությունը իմիջիայլոց չէր հակասում նոյեմբերի 9-ի փաստաթղթի տրամաբանությանը, բայց գետնի վրա հայկական կողմը ոչնչացրեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղ ունեցավ համապատասխան պայթյունը, ինչը կրկին ասենք շատ ավելի շատ է մոտեցնում իրավիճակ, երբ որ Հայաստանը շարունակելու է փաստացի մնալ կոմունիկացիոն բլոկադայում, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից օգտվելու են միայն Ադրբեջանը եւ Թուրքիան։ Մտածեք այդ մասին։